Ես հենց Էշմիածնից եմ, ես հենց գիտեմ ինչը որից հետո է, այնպես որ դա բարդ թեմա է։ Դա իմ նման հասարակ մարդիկ չեն պետք չի որ որոշեն։ Դա պետք է ինձ մարդիկ որոշեն, որ ձենը տեղ հասնի, այլ ոչ թե սովորական մարդ հիմա ես կամ այն հայրիկը ոչ մի բանով չեն կարա փոխենք։ Միլիոնավոր մարդիկ ցույցեր են անում, ի՞նչն է փոխում, ոչ մի բան չի փոխում։ Այսօր դարել է մի հատ երկիր, որ ով ուզում է բռնում, ով ուզում է չի բռնում։ Դու կտաս ձեր տուն ուրիշին։ Բախի պետք է Փաշինյանը տա։ Ով կտա։ Կամ այդ սովորականն է, որ բոլորը ուսանողներ են, հիմա նախարարներ են։ Ով կտա, ոչ ոք չի ուզում տա։ Քաղաքականության հետ գործ չունեմ, բայց չգիտեմ, կարող է ինչ-որ մի սխալ մի բան կա։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ամեն մարդ իր կարծիքը ունի, բայց չգիտեմ։ Որովհետև քաղաքականության մեջ շատ են մտնում իրենք։ Դա իրանց գործը չի։ Իրանց գործը մենակ եկեղեցին է։ Երկու կողմն էլ սխալ են, ոչ մեկին իրավունք չեմ տալի իմ կարծիքով։ Լավ բաներ չեմ մտածում։ Ուղղակի ճիշտ չի անում ինքը շատ բաներ։ Ինքը սկզբից շատ լավ էր, բայց հետո տեսակ ինչ եղավ է։ Ես համաձայն եմ, եթե մեղավորություն կա, եթե չկա, չգիտեմ։ Այսինքն տվյալ անձանց մոտ, եթե ինչ-որ մեղավորություն իրոք կա, արժանի են, իսկ եթե չկան, չգիտեմ։ Ես Նիկոլ Փաշինյանին համաձայն չեմ։ Ես համաձայն եմ այն մարդուն, ով որ իսկականից հայասեր է, ով որ իսկականից հայրենեքասեր է, ով որ իսկականից մեր ծառայողներին, բանակի ծառայողներին հավատարիմ է։ Մենակ դրանց։ Դա կոնկրետ հակազգային հակակրոնական կոնկրետ գործողություններ են, որոնք ուղղված են, այսպես ասած, գոհացնելու հարևան պետություններին, այսպես ասեմ ձեզ։ Ուրիշ խոսք ուղղակի չունեմ ասելու, եւ իհարկե ցավում եմ, որ մեր ազգը այսքան անտարբեր կարող է լինել եւ այսքան մշուշի մեջ միտքը, ասենց ասեմ ձեզ։ Ինձ թվում է մեր ազգը գիպնոզի տակ է, չեմ հասկանում, ինչպես բացատրեմ։ Իրանք իրար են գզեն, ինչ է, հետևեն, չհետևեն։ Մինչև հիմի միասնություն չկա, այդ միասնություն եթե չկա, էլ ինչ նոր կյանք ստեղծվի, չի լինի։ Իրար որ այդ քույր ախպեր, որ իրար գզեն, ընդ համերաշխություն կլինի, չի լինի, տենց էլ պետք է շարունակվի։ Ճիշտ ասեմ, ես շատ բան չգիտեմ Հայաստանից, բայց ցավալի է Սփյուռքի համար, մեր հայրիս համար, որ մեր երկիրը վատ վիճակի մեջ է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ լավ բաներ չի կատարվում, մենք ինչի համար ենք այսպես ցրվել բոլորս։ Կոտորած ա եղել, դրա համար մենք այսքան տարբեր երկրներում ենք ապրում։ Եթե մեր երկիրը հանգիստ լինի, մենք մեր երկիրը կապրենք։ Ինչ ենք դրսում ապրելու։ Գնում ենք ուրիշ տեղ, ուզում ենք Հայաստան սարքենք։ Ուր որ գնում ենք, ուզում ենք Հայաստան սարքենք։ Սարքում ենք եկեղեցի, երեխաներին սովորացնում ենք, որ հայերեն խոսան, հայկական օրենքներով ենք մեծացնում։ Ցավալի է, ցավում ենք բոլորս և հույսով ենք, որ լավ է լինելու մի օր։ Ընտրություն լինի, չլինի, եկեղեցու հանդեպ այս վերաբերմունքը ես չեմ ընդունել երբեք։ Մենք բոլորս քրիստոնյա ենք, ընդունում եմ մենակ քրիստոնեությունը։ Հայաստանում էլ ապրում են մեծամասնությունը 99%-ը մենակ քրիստոնյաներ։ Կապ չունի ընտրություն ունենք, թե չունենք, այդքանը։ Մենակ եկեղեցու կողմից եմ։ Բնականաբար քաղաքական հետապնդում է կատարվում։ Իհարկե կարող ենք որակել քաղաքական, որովհետև մեր հարգարժան ճակերտների մեջ Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրքերի կողմից հանձնարարությունը։ Եվ թուրքական քաղաքականությունը վարում Հայաստանում, այդքան բան։